Արհեստական բանականության տվյալների կենտրոնից մինչև ռազմաարդյունաբերական ոլորտ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ամփոփել է 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ներկայացրել արդյունքները։ ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում արդեն գերազանցել է 1 տրիլիոն դրամը, 2017-ին թիվը 306 միլիարդ դրամ էր։ Գործող ընկերությունների քանակն ու աշխատաշուկայի ծավալը նույնպես աճել է։ 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների քանակը 650-ն էր։ 24 թվականին այն 8396-ն էր, 25 թվականին այն կազմել է 12026, աճը կազմել է 18.5 անգամ։ Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 17 թվականին 15350-ն էր, 24 թվականին 41541, 25 թվականին 41431։ Անցած տարվանից գործող աջակցության ծրագիրը նույնպես ունի շոշափելի արդյունքներ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված 310 կազմակերպության եւ անհատ ձեռնարկատերերի տրամադրվել է ավելի քան 8 միլիարդ դրամի պետական աջակցություն, մասնագիտական աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտների եւ աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատողների ներգրավման, նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար։ 25 թվականին գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության են արժանացել 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր, որոնցում ներգրաված շուրջ 900 աշխատակցի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար։ R&D ծրագրի շրջանակում ձեռք բերվող հիմնական միջոցների համար կիրառվում է արագացված ամորտիզացիոն մեխանիզմ, սակայն ոչ պակաս քան 1 տարին թույլ տալով ընկերություններին արագ վերադարձնել ներդրված միջոցները։ R&D ծրագրերում մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատավարձերի գծով կազմակերպությունները օգտվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ լրացուցիչ 200% նվազեցման հնարավորությունից։ YouTube-ի մոնետիզացիան վերջապես կգործի Հայաստանում նախնական տվյալով ապրիլի վերջից։ PayPal-ի ամբողջական գործարկման վերաբերյալ դեռ բանակցությունները շարունակվում են։ Նախարարությունը շարունակում է միջազգային հայտնի խոշոր ծառայությունների ու ընկերությունների ներկայացվածության ուղղությամբ քայլեր անել։ 2025-ը հետաքրքիր է եղել ստարտափ էկոհամակարգի համար։ Plug and Play միջազգային աքսելերատորի մուտքը Հայաստան նոր հնարավորություններ է բացել տեղական ստարտափների համար։ Եռամյա համագործակցության շրջանակներում 25 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը Հայաստանում գրանցել է Plug and Play Երևան ընկերությունը եւ դեկտեմբերի 12-ին ընկերության հետ կնքվել է պայմանագիր։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն 2 ինկուբացիոն, 2 նախաաքսելերացիոն եւ 2 աքսելերացիոն ծրագրեր։ Յուրաքանչյուր ծրագրին կմասնակցեն 15-ից 20 ստարտափներ։ Եվ իհարկե արհեստական բանականությունը։ Մենք ունենք հայեցակարգ կամ երազանք Հայաստանը դարձնելու արհեստական բանականության տվյալային կենտրոնների պարտեզ, ինչը նշանակում է, որ տարատեսակ կլաստերներ ենք նախատեսում Հայաստանում ունենալ եւ Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը հենց իր ԱԲ հաշվողական ռեսուրսների ծավալով 500 միլիոն դոլարի ներդրումը աճեց մինչև 4 միլիարդի 2025 թվականի ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություններից էր Firebird ընկերության AI գործարանի կառուցման որոշումը Հայաստանում, ինչ իրական օգուտ ու ազդեցություն կունենային երկրի տնտեսության վրա, պարզաբանել է նախարարը։ Տարբեր ցուցանիշներով մի քանի տասնյակ կամ առավելագույնը 200 աշխատակից ունեցող ձեռնարկություն կարող է դա լինել, կախված ընկերության ռազմավարական որոշումներից, բայց ոչ հազարավոր։ Սկզբունքային համաձայնություն, պայմանավորվածություն, որ այդ հաշվողական ռեսուրսների մի մասը պիտի հատկացվի Հայաստանի ներքին կարիքներին։ Տիրույթում Հայաստանը կարևորագույն դերակատար է դառնում հենց արհեստական բանականության ոլորտում, որովհետև առնվազն սրանով իր ԱԲ հաշվողական ռեսուրսներով առնվազն հայտնում է աշխարհի top 10 երկրների ցանկում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուշադրության կենտրոնում է եղել նաև կիբերանվտանգության ոլորտը։ Իրականացրած բազմաթիվ միջոցառումներ ու նոր օրենք, որ կարգավորելու է ոլորտը
ոլորտն ու ստեղծելու թվային ավելի ապահով միջավայր։ Հարստական բանականություն, տվյալագիտություն եւ մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, բիոինժեներիա եւ բժշկական տեխնոլոգիաներ եւ ինժեներիա։ Այս ոլորտները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական ուղղություններն են, ամփոփելով 2025-ը նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, ռազմավարական ծրագիրը մշակվում է ու կներկայացվի տարվա առաջին կեսին։